Պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնաս, մաքսային ընթացակարգերի կոպիտ խախտումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Ագարակ մաքսային անցակետում տեղի ունեցած հանցավոր սխեման։ Կադրերում երևում է ինչպես է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան մուտք գործում ֆոտոն Մաքնիշի բեռնատարը, որում ի թիվս այլնի բեռնված է եղել նաև Arm Group ընկերության համար նախատեսված 596 կիլոգրամ ապրանք։ Մաքսային հսկման գոտում բեռնատարին սպասել են տվյալ մաքսային անցման կետի կամ որ նույն պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանից ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման հսկողության վարչության թիվ 14 բաժնի պետի տեղակալը եւ Փարսայում միջազգային բեռնափոխադրումներ ընկերության ներկայացուցիչը։ Անցակետում դիմավորելով նշված բեռնատարին դրանում բեռի արկայությունը չբացահայտելու դիտավորությամբ Իրանի քաղաքացի վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը։ Բեռնատարը վարելով դեպի անցակետի մաքսային տեսազնման հատված։ Նայեք, ինքը արդեն առաջանում է դեպի մաքսային տեսազնման գոտի։ Ռենտգեն հսկման չի ենթարկվել այն պայմաններում, երբ տրանսպորտային միջոցում արկա է եղել, կոնտեյներում արկա է եղել ռենտգեն հսկման ենթակա մի շարք իրավաբանական ֆիզիկական անձանց պատկանող բեռներ, այդ թվում Arm Group ՍՊ ընկերության պատկանող բեռները, որոնց մաքսային արժեքը կազմել է 38 միլիոն 851 հազար 76 դրամ, իսկ մաքսային վճարման ենթակա գումար է հանդիսացել 11 միլիոն 372 հազար 640 դրամ։ Arm Group ընկերության բեռների մեջ եղել է Sony Մաքնիշի 40 խաղային վահանակներ, Apple AirPods բջջային հեռախոսների 300 անլարական ջակալ, Dyson տեսակի 56 վարսահարդարիչ, 60 PlayStation 5։ Փաստացի առանց ռենտգեն հսկողության բեռնատարը մոտեցել է կշռման հատվածին, որտեղ պետք է կապարակնքվեր։ Թիվ 14 բաժնի պետի ցուցումով տրանսպորտային միջոցի վրա չի տեղադրվել ապահովման միջոցը կամ որ նույն է կապարակնիքը, ընդ որում դա պետք է իրականացնել կշեռքի հատվածում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը։ Մաքսային տեսուչը կապարակնիքը առանձնացրել եւ պահել է իր մոտ, հետագայում բաժնի պետի տեղակալին փոխանցելու նպատակով բեռնատարը առանց կապարակնքման շարժվել է դեպի կայանատեղի։ Ավտոմեքենայի բեռի վերաբերյալ կազմված փաստաթղթերը բեռնատարի վարորդը եւ ընկերության ներկայացուցիչը հանձնել են մաքսային սպասարկման եւ հսկողության բաժնի պետի տեղակալին։ Փաստաթղթերի մեջ ներառված չեն եղել Arm Group-ին պատկանող բեռների մասին տվյալներ, այնուհետև բաժնի պետի տեղակալը տրանսպորտային միջոցի խցիկում վարորդի կողքին նստած դուրս է եկել Ագարակ մաքսային անցակետից եւ շուրջ 200 մետր հեռավորության վրա բաժնի պետի տեղակալի ցուցումով բեռնատարը կանգնեցվել է։ Ամբարձիչի միջոցով դուրս է բերվել Arm Group ՍՊ ընկերության համար նախատեսված 596 կիլոգրամ բեռը, որից հետո միայն բեռնատարը կապարակնքվել է։ Թիվ 14 բաժնի պետը, ինչպես նաև մաքսային տեսուչը եւ բաժնի պետի տեղակալը իրենց ծառայական լիազորությունները օգտագործել են ի վնաս պետական եւ ծառայական շահերի, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս 11 միլիոն 372 հազար 640 դրամ, իսկ Փարսայ միջազգային բեռնափոխադրումներ ընկերության ներկայացուցիչի օժանդակությամբ նրա կողմից խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակությամբ թաքցվել է Arm Group ՍՊ ընկերության պատկանող տվյալ մաքսային վճարման ենթակա հարկման օբյեկտը։ Մաքսային սպասարկման եւ հսկողության թիվ 14 բաժնի պետը եւ մաքսային տեսուչը մեղադրվում են Փարսայան միջազգային բեռնափոխադրումներ ընկերության ներկայացուցիչի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ծառայողական լիազորությունները ի վնաս պետական եւ ծառայողական շահերի օգտագործելու համար։ Թիվ 14 բաժնի պետի նկատմամբ որպես խափամիջոց է կիրառվել կալանքը, նույն խափամիջոցը նաեւ կիրառվել է Փարսայ միջազգային բեռնափոխադրումներ ընկերության ներկայացուցիչի նկատմամբ, իսկ մաքսային տեսուչի նկատմամբ այլընտրանքային խափամիջոցներ համակցված կիրառվել են գրավը 5 միլիոն դրամի չափով, բացակայելու արգելք, ինչպես նաև պաշտոնավարման կասեցում։ Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը հանձնվել են հակակոռուպցիոն դատարան։ Քրիստինե Թորոսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։